եթե մենք փորձենք հասկանալ, թե այդ դեպքերը ինչի տեղի ունեցան, մենք պետք է մի քիչ հետ գնանք, առնվազն նորից այդ Ղրիմյան իրադարձությունները, երբ Թուրքիան հայտնեց իր դիրքորոշումը, աջակցությունը Ղրիմի թաթարներին, իր մտահոգությունը Ղրիմի թաթարների անվտանգության, ցույցեր տեղի ունեցան Թուրքիայում, հայտարարեցին, որ մենք Թուրքիան այսինքն ձայն իրավունք ունի Ղրիմյան հարցերում, որից հետո, եթե ես ճիշտ եմ հիշում, մոտ 3 շաբաթ առաջ տեղի ունեցավ Լավրով եւ Դավութօղլու հանդիպումը, հետո համատեղ մամլոյի ասուլիս, եւ այդ ընթացքում անընդհատ գնում էին բանակցություններ, որովհետեւ Ռուսաստանի համար Թուրքիայի դիրքորոշումը նույն Ղրիմյան ուկրաինական իրադարձություններում շատ կարեւոր էր։ Մենք պետք է հիշենք, որ նույն 2003 թվականին Թուրքիան թույլ չտվեց Միացյալ Նահանգների զորքի տեղաշարժ իր տարածքով դեպի Իրաք, Իրաքյան երկրորդ պատերազմի մասին է խոսքը, նաև 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ նույն Թուրքիան բավական երկիմաստիեն պահեց եւ նկատի ունենալով Բոսֆոր Դարդանել նեղուցների վրա թուրքական վերահսկողությունը եւ պարտավորությունները, որոնք Թուրքիան կրում է Մոնտրոյի պայմանագրով, ռուսների համար շատ կարեւոր էր արևմտյան նավատորմի Սևծովյան ավազանում չհայտնվելը, որը կարող ապահովեր Թուրքիան։ Եվ հետաբար այդ հարցով ռուսները եւ թուրքերը իրար հետ բանակցելու բան ունեն, նկատի ունենալով նաեւ այն, որ թուրքական գազի 50%-ը մատակարարում է Ռուսաստանը։ Բացի այդ, իհարկե, նույն Լավրով Դավութօղլու համատեղ մամլոյի ասուլիսի ժամանակ նույն Դավութօղլուն հայտնեց, որ կան հույսեր, այսպես ասած, Լեռնային Ղարաբաղի հարցի աշխուժացման վերաբերյալ, պարզ ասած Թուրքիան իր դիրքորոշումը պայմանավորում է նաև Ռուսաստանի կողմից զիջումներով Լեռնային Ղարաբաղի հարցով։ Սա ռուս-թուրքական հանգամանքներն էր, որտեղ մենք նորությունները ինչպես միշտ չենք տեսնում, որտեղ դա Ես շարունակեմ։ Երկրորդ հանգամանքը դա կապված է իհարկե Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններին, վերջերս եղավ Ալեքսանդր Լուկաշենկոյի հարցազրույցը, ըստ բելարուսական մամուլի հարցազրույցի ընթացքում Ռուսիայի նախագահը հայտարարել է, որ Պուտինը հրավիրել է Ադրբեջանին Եվրասիական միություն։ Հետևաբար այդ երկու հանգամանքները, ռուս-թուրքական հարաբերությունները եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունները իրենք ենթադրում են ոչ միայն ճնշում Ռուսաստանի կողմից տարբեր խողովակներով, ես չեմ կարծում, որ ճնշման միջոցները ռուսների ձեռքում այդքան շատ են, որտեղ Ռուսաստանը բավական բարդ իրավիճակում է գտնվում, այլ նաև զիջումներ եւ հասկանալի է, որ այդ զիջումները պետք է կատարվեն հայկական շահերի հաշվին։ Վերադառնալով Նախիջևանի բախումներին, պետք է արձանագրենք, որ հիշելով ռուս-թուրքական պայմանագրերը, Ղարսի եւ Մոսկովյան պայմանագրերը, որ Թուրքիան Նախիջևանի վերաբերյալ ունի որոշակի իրավունքներ եւ տարիների ընթացքում հայ-նախիջևանյան սահմանում ոչ մի բախումներ տեղի չէին ունենում։ Դրանք տեղի ունենում Ղարաբաղում, Հայաստան-Ադրբեջան սահմանագծում, բայց Նախիջևանը քիչ թե շատ ավելի հանգիստ տարածք էր եւ հանկարծ այդտեղ տեղի ունենում բախումներ։ Հիմա այդ բախումների մեկնաբանման համար իմ կարծիքով շատ կհամաձայնվեմ, շատ տեղիներ Պաշտպանության նախարարության խոսնակի ակնարկը երրորդ կողմի մասին, Վարդգեն Հովհաննիսյանի ակնարկի մասին նկատեմ, որը հայտարարել է, որ այդ հաղորդագրությունները, որ Հայաստանը իբր հարձակվել է Նախիջևանի վրա եւ այլն, որը ճշմարտության հետ որևէ կապ չունեն, բայց կարծում եմ, որ այդ խաղը, որ կատարվում է ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական, այն ուժը, որը ուզում է այդ խաղը տապալել, ինքը կարող է շահագրգռված լիներ։ Ընդ որում ես կարծում եմ, որ այդտեղ երկու կողմ կարող ենք տեսնենք կամ ենթադրենք։ Առաջինը պետք է հասկանալ, որ Ադրբեջանը, երբ ռուսների հետ այս նոր սիրախաղի մեջ է մտնում, այդտեղ ոչ միայն եւ ոչ այնքան Ղարաբաղի հարցն է դրված, Ղարաբաղի հարցում զիջումները, այլ ինչքան որ Բաքուն փորձում է իր արժեքը կապիտալիզացիան բարձրացնել իր հարաբերություններում եւ Արևմուտքի հետ եւ Թուրքիայի հետ։ Մյուս կողմից իհարկե մտավախություն ունի նույն Արևմուտքը եւ նույն Թուրքիան Ռուսաստանի
ազդեցության մեծացման հետ կապված, որովհետև Ռուսաստանը այն քաղաքականությունը, որ վարում է, պարզ ասած Հայաստանի հաշվին փորձել սիրաշահել Ադրբեջանին, դա բարդ քաղաքականություն է եւ մենք փորձից գիտենք, որ ի վերջո ռուսներն ու թուրքերն ու ադրբեջանցիները ի վերջո ռուսներին պարզ ասած ժողովրդական լեզվով ասած գցում են, բայց համենայն դեպս այդ մտավախությունները կան։ Ի վերջո ես կարծում եմ, որ այդ ռազմական, այսպես ասած, բախման կամ այդ զոհերի հեղինակը կարա լինի եւ Ադրբեջանը ինքը, որը փորձում է Թուրքիային ներքաշելով ռուս-ադրբեջանական երկխոսության մեջ, ավելացնելով իր ավագ գործընկերոջը Թուրքիային, Անկարային այդ խոսակցության մեջ զսպել ռուսական ճնշումը, որովհետև մենք գիտենք, որ շուտով լինելու է Լավրովի հերթական այցը Բաքու եւ շատ հավանական է, որ Լավրովը քննարկելու է Բաքվում հենց Եվրասիական միության անդամակցության հարցը։ Հետևաբար, որպեսզի Լավրովի դեմ ունենան փաստարկներ, այս միջոցով, այս զոհերի միջոցով Ադրբեջանը փորձում է Թուրքիային ներքաշել այդ երկխոսության մեջ, մեծ աղմուկ բարձրացնել եւ ասի դե որ տեսեք, ես մենակ չեմ, Թուրքիան իրավունքներ ունի, ձեր դաշնակից Հայաստանը ինչ է անում։ Սա մի տարբերակն է, երկրորդ տարբերակը դա կարան հենց թուրքերը կազմակերպեն, որովհետեւ մենք պետք է հիշենք, որ ադրբեջանական բանակում հազարավոր եւ տասնյակ հազարավոր սպաներ եւ ենթասպաներ կան, որոնք անցել են ստացել են ռազմական կրթություն Թուրքիայում եւ պետք է դա նաեւ ռուսները շատ լավ հիշեն, որովհետեւ եթե Ալիևը ինչ-որ մի բան որոշի, որը դուր չի գա այդ թուրքական դպրոց անցած սպայական անձնակազմին, ես չեմ կարծում, որ Ալիևը կարողանա մնալ նախագահ առնվազն։ Եվ Թուրքիան միշտ հնարավորություններ ունի այդ քնած ականը սպաների եւ ենթասպաների զինվորների ոչ միայն ռազմական մասնագիտությամբ, այլ տասնյակ հազարավոր շարքային քաղաքացիական ուսանողները, որոնք վերապատրաստվել են Թուրքիայում եւ հիմա աշխատում են Ադրբեջանում, դա մի հատ հզոր հենարան է Թուրքիայի ձեռքում Ադրբեջանում եւ ինչպես Ալիևի դեմ, այնպես էլ ռուսների դեմ։ Եվ ես կարծում եմ, որ մեր համար, Հայաստանի համար այդքան էական չի, թե նախաձեռնողը ով է եղել Ադրբեջանը, որպեսի արգումենտ ունենա ռուսների հետ, թե Թուրքիան, որպեսի ռուս-ադրբեջանական երկխոսության մեջ մտնի։ Մեր համար կարևոր է հասկանալ, որ այդ հնարավորությունը, այդ հարաբերությունը մենք պետք է հասկանանք եւ նաեւ ինչքան է դժվար չի, պետք է փորձել հասկացնել մեր, այսպես ասած, ռուս պարտներներին, որոնք ոչ մի ծպտուն չհանեցին, խոսքը գնում է Օդեկաբեի մասին, Ռուսաստանում գտնվող բազային ներկայացուցիչների մասին, դեսպանի մասին, որոնք լուրումուչ, այսպես ասած, սսկվել են իբր թե Լավրովի այցը չփչացնելու, հարաբերությունները չսրելու, Լավրովի այցը հաջողացնելու նպատակով, բայց պետք է ասեմ, որ հերթական անգամ իրանց սպասում է հերթական հիասթափությունը եւ կարծում եմ, որ Լավրովի այցը հերթական անգամ տապալվելու է։ Թե ինչքան է փորձելու Ռուսաստանը այդ իր հավասարության քաղաքականությունը վարել, դժվար է ասել, բայց ամեն դեպս այդ համառությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ի վերջո ես կարծում եմ, որ վաղ թե ուշ այդ հավասարության քաղաքականությունը ինքը տապալվելու է, ուզենա թե դա Ռուսաստանը թե ոչ, այլ հարց է թե Ռուսաստանը այդտեղ ինչ դիրքում կհայտնվի, որովհետև սովորաբար սխալ քաղաքականության դեպքում պատժվում են։ Ինչևէ, մենք պետք է մեր անելիքը անենք եւ կարծում եմ, որ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը հաշվի չի առնում հայկական շահերը իր հարաբերություններում եւ շարունակում է այն քաղաքականությունը, որը մենք կարանք ասենք ոչ միայն 20-ական թվականներից, այլ շատ ավելի վաղ անգիր ենք արդեն արել։ Ես կարծում եմ, որ Հայաստանը, քանի որ ոչ մի արձագանք ռուսների կողմից այս հարցում տեղի չի ունեցել, եւ մեկնաբանությունները այնպես են, որ դա մեր գործը չի կամ Լավրովի այցը շատ ավելի կարևոր է, քան դուք կամ մնացածը։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ձեռքերը այդ իմաստով ազատ են եւ խիղճն էլ նույնպես ազատ է։ Հայաստանը կարա շատ հանգիստ ձևով իրականացնի իր քաղաքականությունը իր շահերից ելներով։ Հիմա հապկին փոքր շատ կարճ անդրադառնանք, հապկի չարձագանքելը դա որքանով է
Լավրովի այցը Բաքու ձեն չհանել, հայերին հերթական անգամ մատաղանել, հայկական շահերի շնորհիվ գնալ սակարկել, որովհետև ռուսների համար ընդ որում ցավոք սրտի պետք է հասկանան, որ ռուսների համար ինչքան կարևոր են իրական ձեռքբերումները, ել ավելի կարևոր են նաև այսպես ասած ձևական մոտեցումները, արողակարգային, իմիջային կամ իմիջային խնդիրները, հա, ռեպուտացիոն ռիսկերը։ Եվ ռուսների համար ասենք շատ կարևոր է, որ Լավրովի այցը անցնի շատ լավ, բարձր մակարդակով, չնվաստացնեն Լավրովին եւս մեկ անգամ եւ այլն եւ այլն։ Առավել եւս նկատի ունենալով Ռուսաստանի այժմյան վիճակը, իրանց համար դա շատ կարեւոր բաներ է, թե հայերը ինչ կմտածեն, բան իրանց համար դա այդքան հետաքրքիր չի, բայց ի վերջո պետք է հասկանանք, որ այս Կիսելովի այցը եւս մեկ անգամ հաստատեց, որ այդ մարդկանց Ռուսաստանի ներկայիս քաղաքականության մեջ ցավոք սրտի այդ ռեպուտացիոն եւ իմիջային ձևական եւ իրական քաղաքականության հետ կապ ունեցող հանգամանքները շատ կարեւոր են, որովհետեւ իրանք իրականում իմ կարծիքով ոչ հասկանում են Հայաստանը, ոչ հասկանում են ընդհանրապես շատ ավելի փոքր երկրների շահերը, հնարավորությունները, պոտենցիալները եւ այլն։ Դա իրանք վրա կենտրոնացած են եւ այդ իմաստով մենք պետք է պատրաստ լինենք ինչպես ասենք յուրաքանչյուր սխալի, այնպես էլ յուրաքանչյուր հիմարության։